725 հարկ վճարողի մոտ պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կիրականացնի համալիր հարկային ստուգումներ։ Կոմիտեի հրապարակած տարեկան ծրագրում այս տարի նույնպես նվազեցվել է համալիր հարկային ստուգումների քանակը, դարձնելով դրանք առավել թիրախային։ Ծրագրում նախորդ տարվա համեմատ 3.3%-ով ավելի քիչ հարկ վճարող է ընդգրկվել։ Տնտեսվարողները ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվում են բացառապես ռիսկերի գնահատման ինքնաշխատ համակարգի միջոցով, տնտեսվարողների ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունների եւ դրանցում արտացոլված ցուցանիշների հիման վրա։ Գնահատման չափանիշների ընդհանուր նկարագրությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ։ Նշեմ դրանցից մի քանիսը։ Օրինակ, երբ հարկվճարողները հայտարարում են շատ ցածր շահութաբերություն, երբ հարկվճարողների ձեռքբերումները ավելի շատ են, քան իրացումները, երբ հարկվճարողները հայտարարում են համատելի տվյալներից շատ ցածր աշխատավարձ։ Այսպես, սահմանված չափանիշներով գնահատվում են տնտեսվարող սուբյեկտները եւ ստացված ռիսկի միավորների արդյունքում նրանք դասակարգվում են ըստ ռիսկայնության միավորների՝ բարձր, միջին եւ ցածր։ Այս տարվա համալիր հարկային ստուգումների ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները՝ շուրջ 98.5%։ Համալիր հարկային ստուգումների հաճախականությունը կախված է անմիջապես ռիսկայնության աստիճանից։ Բարձր ռիսկային խմբում հայտնվածների մոտ ստուգումները կարելի է իրականացնել ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ, միջին ռիսկային խմբում հայտնվածների մոտ ոչ ավելի հաճախ, քան հաջորդական 3 տարիների ընթացքում մեկ անգամ, եւ ցածր ռիսկային խմբում հայտնվածների մոտ կարելի է իրականացնել ոչ ավելի հաճախ, քան հաջորդական 5 տարիների ընթացքում մեկ անգամ։ Հարկային վարչարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության մասնագետներն ընդգծում են, որ ստուգումների տարեկան ծրագրի կազմման գործընթացում նախապատվությունը տրվում է հենց առավել մեծ ռիսկի միավոր ստացած եւ հետեւաբար բարձր ռիսկային համարված, ինչպես նաեւ իրացման համեմատաբար մեծ շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողներին։ Ծրագրում ընդգրկված թվով 725 հարկ վճարողների 2021 թվականի իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրված իրացման շրջանառության շուրջ 53%-ը։ 2022-23 թվականների ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները հիմնականում գործում են մանրամեծածախ առևտրի, մշակող արդյունաբերության, շինարարության, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտներում։ Եթե դիտարկենք ըստ հարկման ռեժիմների, ապա ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների ավելի քան 95%-ը հանդիսանում են ընդհանուր հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող հարկ վճարողները, այսինքն ավելացված արժեքի հարկով հարկվող սուբյեկտները։ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։